Nike, կամ ինչպես մենք հայերս ենք սիրում ասել, Nike, առաջատար անուն սպորտային բրենդների աշխարհում։ Նա մուտք գործեց եւ գրավեց շուկան այն պահին, երբ Adidas-ը եւ New Balance-ը արդեն իսկ հաստատված առաջատարներ էին։ Ի տարբերություն մրցակիցների, Nike-ն առաջարկեց ոչ միայն բարձրորակ սպորտային կոշիկներ, այլև գաղափար, դարձնելով սպորտը մշակույթի, ինքնաարտահայտման եւ հաղթանակի անբաժան մասը։ Nike բրենդը հիմնադրվել է 1964 թվականին Bill Bowerman-ի, թեթև ատլետիկայի մարզչի եւ Phil Knight-ի, նրա աշակերտի եւ միջին հեռավորության վազորդի կողմից։ Նրանց միավորում էին սերը սպորտի հանդեպ եւ համոզվածությունը, որ մարզիկները արժանի են թեթև եւ բարձր կատարողականությամբ մարզակոշիկների։ Ոգեշնչվելով այդ գաղափարից, Bowerman-ը եւ Knight-ը որոշում են ներմուծել մարզակոշիկներ ճապոնական Onitsuka Tiger, այժմ հայտնի որպես Asics, բրենդից եւ վաճառել դրանք ավտոմեքենայի բեռնախցիկից, թեթև ատլետիկայի մրցումների ժամանակ։ Ի սկզբանե նրանց ընկերությունը կոչվում էր Blue Ribbon Sports, սակայն 1960-ականների վերջին հիմնադիրները արտահայտում են դիզայնի, նորարարության եւ արտադրության հետ կապված ավելի բարձր վերահսկողություն ունենալու ցանկություն։ Քանի որ BRS-ը սերտորեն կապված էր եւ ասոցացվում էր Onitsuka բրենդի հետ, սեփական արտադրության առաջին մարզակոշիկները վաճառելու համար կազմակերպությանը անհրաժեշտ էր բրենդի նորանուն։ Եվ կազմակերպության առաջին աշխատակիցներից մեկը առաջարկեց հույն հաղթանակի աստվածուհի Nike-ի անունը։ $35 գումարի դիմաց գրաֆիկական դիզայնի ուսանող Carolyn Davidson-ը, որի հետ Phil Knight-ը ծանոթանում է Պորտլենդի պետական համալսարանում, ստեղծում է շարժում եւ արագություն խորհրդանշող swoosh լոգոն։ Թեև Phil Knight-ը սկզբում թերահավատորեն էր վերաբերվում լոգոյի այդ տարբերակին, այնուամենայնիվ նա ընդունում է այն եւ լոգոն դառնում է բրենդի այցեքարտի մի մասը։ Հաջողության հասնելուց հետո Phil Knight-ը Carolyn-ին նվիրում է բրենդի բաժնետոմսերից եւ ադամանդներով մատանի։ Nike պատմության մեջ կարևորագույն նորամուծությունն էր Waffle Trainer կամ Moon Shoes կոչվող մարզակոշիկները։ Նպատակ ունենալով ստեղծել նոր ներբան, Bill Bowerman-ը անկիտակցաբար ուշադրություն է դարձնում իր կնոջ կողմից օգտագործվող վաֆլի պատրաստող սարքին եւ լցնելով հեղուկ ռետինենյութը այդ սարքի վրա նա ստանում է ներբան, որը ընդմիշտ փոխում է վազորդների մարզակոշիկների աշխարհը։ Nike-ի հայտնի Just Do It սլոգանը ներկայացվում է 1988 թվականին եւ կարճ ժամանակահատվածում դառնում աշխարհի ամենահայտնի եւ մարքեթինգային տեսանկյունից հզոր սլոգաններից մեկը։ Այն ոգեշնչված էր սպանության համար մահապատժի ենթարկված Գարի Գելմորի վերջին խոսքերից Let's do it, որոնք թվում էին պարզ, բայց հզոր։ Խոսքերը արտահայտում են հաստատակամության եւ գործողության գաղափարը, խթանելով մարդկանց անցնել իրենց սահմանները անկախ խոչընդոտներից կամ երկյուղներից։ Իսկ այս պատմության շարունակությունը դիտիր իմ YouTube-յան ալիքում։ Հղումը Բիոյում է։